Խոսքս ուղղում եմ հանրությանը հայտնի Տեր Արամին։ Դու Տեր կոչվելու իրավունք չունես, Արամ։ Դու հոգևորական ես ներկայանում մարդկանց, դու գնում ես Հմեկ Պետրոսի տաղավարին, բամբասում ես քո առաջնորդից, բամբասում ես ամենայն հայոց կաթողիկոսից, բամբասում ես քո հոգևոր եղբայրներից, անուղղակիորեն հաղորդում ես տալիս քո հոգևոր եղբայրների վրա եւ առաջնորդի վրա, թե իբր քեզ ստիպողաբար բերել են ցույցերի, դու դավադրաբար դավեր ես նյութում քո հոգևոր եղբայրների վրա ու դու խոսում ես հոգևորից, դու հոգևորական կոչվելու իրավունք չունես, Արամ։ Դու ուղակի սքեմ ես կրում։ Դու ես վերջերս Տեր Մանուկի վրա ոստիկանություն ես կանչում, որ իբր վռնդեն Հովանավանքից Տեր Մանուկին։ Դու հավաքում ես գյուղի ժողովրդին, որ իբր թե քեզ պաշտպանեն։ Դու ոչինչ ես, Արամ։ Դու ուղակի հույսի վաճառական ես աշխատում։ Դու չես ծառայում, դու հոգևոր ծառայություն չես անում, դու հոգևոր վաճառականությամբ ես զբաղվում, դու մանիպուլացրել ես եւ ժողովրդին, եւ այն հավատացյալներին, ովքեր որ հավատում են քեզ, թե դու իբր լավ հոգևորական ես։ Ես կարկալուց եղած հալովս ավելի լավ հոգևորական եմ, ավելի շատ եմ սիրում Մայրաթորը եւ իմ հոգևոր եղբայրներին, քան դու։ Դու ուղակի հույսի վաճառական ես, դու հոգևորի տարածող չես։ Եթե դու հոգևորի տարածող լինեիր, դու քո եղբայրների մասին կմտածեիր։ Եթե դու հոգևորի տարածող լինեիր, դու չէիր գնա քո եղբայրներին չէիր ուրանա։ Դու չէիր ուրանա Մայրաթորի հացը, դու ուտող урացող ես։ Դու անաղուհաց ես, Արամ։ Այդ Տերը պիտի հանվի քո անվան կողքից, որովհետև դու ոչնչի արժանի չես։ Էլի եմ կրկնում, այն բոլոր հոգևորականները, ովքեր որ քեզ ճանաչում են որպես Տեր Արամ, այսօրվանից այդ մարդիկ թքած ունեն քո վրա։ Հավատա, ես քեզ անկեղծ եմ ասում, դու ամեն անգամ մկրտություն անելիս, պսակ անելիս, դու ամեն անգամ սրբալույս մյուրոնին կպնելիս, դիպչելիս, դու պիտի հիշես, որ դու դավաճան ես, որ դու դավաճանել ես քո հոգևոր եղբայրներին, որ դու դավաճանել ես Մայրաթորը, որ դու դավաճանել ես հազարամյա կառույցը։ Այսօր Տեր Մանուկին, Տեր Հայկին, Տեր Ղևոնդին եւ մնացածներին ում որ քո ասելով ձերբակալեն, անուղղակիորեն դու ասում ես ինչ իմ ասելով չեն արել, բայց դու հաղորդում ես ներկայացրել Պետրոսի մոտ։ Անուղղակիորեն դու հաղորդում ես ներկայացրել։ Այդ հոգևորականները 1000 գլուխ քեզանից բարձր են եւ ամեն անգամ հիշիր, որ դու քո հոգևոր եղբայրներին վաճառողն ես։ Եղավ գնա ու մտածի, տանջվելու ես սաղ կյանքդ հոգեպես։ Ես քեզ դա խոստանում եմ որպես հոգևորական։ Դու տանջվելու ես ամբողջ քո գիտակից կյանքը։